Սպահանը մեզ զարմացնում է, սպահանը մեզ այնպիսի պատկերներ է պարգևում, որոնց կողքով անտարբեր չի կարելի անցնել։ Այստեղ գտնվում է աշխարհի պատկեր հրապարակը, աշխարհի պատկեր, որովհետև այն 17-րդ դարից կարծես թե փորձել է մի փոքրիկ աշխարհ ներկայացնել մարդկանց։ Այս հատվածում են գտնվում պատմական 3 հուշարձաններ եւ մեր ուղեկցին պարոն Աբրահամյանին խնդրենք դարձյալ մեկնաբանություններ ներկայացնել։ Ինչ հուշարձան է այս հուշարձանը, որը մեր դիմացում է։ Վրա դուք տեսնում եք բարձր տուր պալատը։ Սա ընդունելության պալատ է եղել եւ այստեղ են ընդունվել Շահ-Աբբասի հյուրերը։ Այնտեղից դիտվել են այս աշխարհի պատկեր հրապարակում տեղի ունեցող մականախաղը, որոնք կատարվել են ձիու վրա նստած։ Մյուս կողմում դուք տեսնում եք Թագավորի մզկիթը, որը փառահեղ հեղափոխությունից հետո իսլամական դա վերանվանվեց իբրև իմամի մզկիթ։ Սա հոյակերտ շենք է, շինություն է, հումքը առհասարակ թրծված եւ չթրծված աղյուսներ են, որոնք պատված են գեղեցիկ գունազարդ հաղճապատիով եւ կերամիկներով։ Այսինքն եղել է Շահ Աբբասի համար աղոթատեղի։ Այո, ուղղակի այդպես է եղել։ Իսկ հրապարակի շուրջը դուք տեսնում եք օթիակներ, երևի այդ մրցությունների ժամանակ այնտեղ են տեղավորվել պալատականները եւ բարձրաստիճան մարդիկ, որոնք թագավորի հետ միասին դիտել են հրապարակում անցկացվելիս մրցությունները։ Իսկ այս հուշարձանը ինչ երնից ներկայացնում, դարձյալ երևի մզկիթ է, որքանով ես հասկանում եմ։ Սա հայտնի է իբրև Շեյխ Լոթֆոլլահ մզկիթը, որը պատկանում է պալատի, թագավորական պալատի կանանց։ Ես սա փակ մզկիթ է, ըստ երևույթի։ Ինչ է նշանակում փակ մզկիթ։ Փակ չունի, ամբողջովին ծածկված է եւ ըստ լեգենդի սա նկուղ ճանապարհ է ունեցել Ալիղափուից դեպի այս մզկիթ։ Եվ փաստորեն այս պատմական հուշարձանները ամբողջացնում են այս հրապարակը, ստեղծում յուրօրինակ երևի մի համակարգ։ Այստեղ երևի հիմա տեղաբաշխված են խանութներ, երևի արվեստանոցներ, մի խոսքով ինչպիսի վայր է զբոսաշրջիկների եւ սպահանցիների համար։ Այո, այս հրապարակը վերածվել է զբոսաշրջիկների համար կենտրոն, տարեկան բազմաթիվ զբոսաշրջիկներ գալիս են դիտում են այստեղ եւ ինչպես կտեսնեք քիչ հետո ամբողջ հրապարակի շուրջ կան խանութներ, որտեղ ներկայացնում են Իսվանի ձեռարվեստը։ Իսկ պատմական իրողությունները չեն վկայում արդյոք, որ այս շինությունների կառուցմանը մասնակցել են հայերը, պիտի ենթադրել, եթե հայերը այստեղ են բերվել այդ նույն ժամանակահատվածում, պիտի ենթադրել երևի, այդպես է մեզ մտածում, որ հայ վարպետները եւս մասնակցել են այս հրապարակի կառուցմանը։ Անշուշտ դա վստահ եղեք, հայերը Իսպահան գալուց հետո շուրջ 37 տեսակ նոր գործ են բերել այս քաղաք եւ այս համալիրը կառուցման մեջ նաեւ դեր են ունեցել հայ վարպետ քարտաշները եւ հաղճապատի գործողներ։